Ես կարծում եմ, որ հրաժարականներ կտան կին նախարարները, ընդդիմադիր թեկնածուն, մտերիմ մարդիկ ունեն փարակարում, որ իսկապես նա շատ հարգված, սիրված եւ գնահատում էին նրան, դիտում եմ հենց ապագա ընտրությունների հենց համատեքստում է։ Ես ավելին կասեմ մարդարադատության նախարարի մասին։ Ինչու է այսպեսի բարոյազուրկ, անբարո մթնոլորտ։ Մայրը զանգել է ինձ մի քանի օր առաջ։ Եվ ասել է, որ իր տղան չի կարող ինքնասպան լինել։ Մտածում եմ այս սպասվելիք ընտրությունների մասին, ինձ մոտ տագնապա անընդհատ։ Մենակ ինձ մոտ չէ։ Դուք պատկերացնում եք ինչ ընտրություններ է լինելու։ Միշտ այդպեսին եմ ճանաչել Նիկոլ Փաշինյանին։ Առաջադրանքներ կատարող։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Տիկին Ալեքսանյան, Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի եւ նրա ընկերոջ սահմռկեցուցիչ սպանությունից մեկ օր անց այս պահի դրությամբ որևէ ձերբակալված չկա, սպանողին չեն հայտնաբերել, նաեւ իրավապահ համակարգում հրաժարականներ չկան։ Փաշինյանը, ինչպես օրինակ Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքից անմիջապես հետո նախաքննության իր նախընտրելի վարկածը թելադրեց իրավապահ համակարգին, այս դեպքն էլ բացառություն չէր։ Հիմա այս փաստերը ակնհայտ իրողությունները համադրելով, ինչ եզրահանգման կարելի է գալ։ Նախ ուզում եմ ցավակցել, շատ անսպասելի, շատ ծանր ներգործություն ունեցավ։ Ասենք կարող եմ համեմատել նույնիսկ հոկտեմբեր 27 այս ազդեցության առումով, երբ որ տեսնում ես այդ կադրերը, թե դա ինչ սարսափել, ինչ հանգստությամբ, պրոֆեսիոնալիզմով կատարում հանգիստը կրակելուց հետո նորից մոտենում է ու այդ դաժանությունը, որ հարվածում է, ասենք ինչ եմ համեմատում հոկտեմբեր 27 հետ, նաև հիշում եք Վազգեն Սարգսյանի նույն դաժանությամբ ու մտածում ես, որ 30 տարի անց նույն ոճը, նույն բանը, ձեռագիրը պահպանվել է, դա սարսափելի է։ Համարում եմ նախընտրական արշավի այդ համատեքստում, որ սկսվել է արդեն առաջիկա ընտրությունների եւ այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը, որ մշտապես ինքը ուղղորդում է, ասենք, ինչպես Ազատի դեպքում, դուք շատ ճիշտ ասացիք, եթե հիշում եք, ինքը նստել էր կառավարության շենքում, գլխավոր դատախազ, պաշտպանության նախարար, դեպքի վայր որևէ մեկը չէր գնացել եւ ինքը թելադրում էր, թե ինչ վարկածը, ու ասում էր, այստեղ բացահայտելու բան էլ չկա։ Ես դա երբեք չեմ մոռանա, եւ մենք տեսնում ենք արդեն 3-րդ տարին ինչ վիճակում է այդ գործը։ Այստեղ էլ վենդետա, այսինքն այդ վենդետա։ Ում կողմից վենդետա, սա հարց է։ Եթե այն միջադեպի հետ են համեմատում, թե ասենք իրենց կուսակցական նաև կային չէ, այդեղ կրկնակի կարծեմ ընտրություններ տեղի ունեցան։ Սա է հարցը, սա շատ կարևոր հարց է։ Այսինքն ներողություն, դուք քաղաքական ենթատեքստը տեսնում եք։ Միանշանակ, իհարկե, սա այլ կերպ հնարավոր չի։ Չտեսնել այստեղ քաղաքական հետ ընդդիմադիր թեկնածուն, որը կարելի ասել բացարձակ մեծամասնությամբ չէ, ինքը հաղթել է ձայների մեծամասնությամբ, ինքը հաղթել է եւ անվերապահ ինքը, այսինքն որևէ կասկած չկար այնտեղ ընտրություն կեղծելու, եթե Գյումրիի դեպքում ինչ որ խոսակցություններ կան եւ շարունակվում են, բայց այս դեպքում դա միանշանակ էր եւ ես ինքս մտերիմ մարդիկ ունեմ Փարաքարում, որ իսկապես նա շատ հարգված, սիրված եւ գնահատում էին նրան եւ շատ երջանիկ էին, որ նա դարավ այդտեղ համայնքապետը։ Եվ սա ես դրա համար եմ ասում, որ ես դիտում եմ հենց ապագա ընտրությունների հենց համատեքստում այս մի բացառություն կարող է լինել, եթե իրավապահ համակարգը անմիջապես բացահայտի այս հանցագործությունը։ Այսինքն
հեռացնելու այն կասկածները, որտեղ մամուլում, չգիտեմ, էլի կարծիքներ ենք տեսնում, որ կապում են ԿՊ-ի հետ ընտրությունների եւ իրեն մաքրելու համար նա պետք է ամեն ինչ անի այս հանցագործությունը բացահայտելու։ Ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ հնարավոր է որ բացահայտվի, որտեղ հենց սկզբնական գործողություններից երևում է միտումը, Աստված տա թող բացահայտեն։ Որն է հիմքը մտածելու, որ իրենք անգամ բացահայտումը կանեն օբյեկտիվ ձևով։ Գիտեք, դա բացառություն կլինի, եթե իրենք դա անեն օբյեկտիվ ձևով, որովհետև այս ֆոնին, որ մենք տեսնում ենք դատավարություններ, քրեական գործերի հարուցում, անմեղ մարդկանց բանտերը լցնել, բան սա իրոք կլինի, եթե նա թափանցիկ բաց, քանի որ հանրային մեծ հնչեղություն ունեցող սա գործ է, ուղղություն եմ, որ մենք կտեսնենք եւ մեր ներքին համոզմունքը եւ տպավորությունը կփոխվի, որ ուզում են բացահայտել այս գործը։ Գիտեք ինչ, այսպիսի գործերը շատ կարևոր են բացահայտման համար, որովհետեւ նրանք ազդում են մնացած գործերի վրա, երբ որ այսպիսի աղմկահարույց գործը շատ կարևոր է որ բացահայտվի, որպեսզի մյուս գործերը եւս այդ ուղով շարունակվեն գնալ։ Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ ինչ վիճակում է իրավապահ համակարգը Հայաստանում, որ մեկ մարդու է ենթարկվում համակարգերը առհասարակ, երևացողները հատկապես մեկ մարդու այն ծառայում, լսում։ Տիկին Ալեքսանյան, դուք բացահայտելու շանսի մասին եք խոսում, բայց տեսեք, Արդարադատության նախարարը սպանության օրը կարմիր պիջակով ֆոտոսեսիայի լուսանկարներ է հրապարակում։ Սա քաղաքական վերաբերմունք է։ Սա վառ օրինակ է նրա մասին, թե ինչպես պաշտոնյան չի հարգում բարևարկության կանոնները, ինչպես չի հարգում այն կառույցը, որը ղեկավարում է, ինչպես չի հարգում տարրական ապրումակցման, զսպվածության, պատասխանատվության զգացումը։ Ես ավելին կասեմ Արդարադատության նախարարի մասին։ Ես չգիտեմ, եթե ինքը պատահաբար է այդպես հագնվել, պետք է անմիջապես փոխեր, որ այդպիսի մեծ արձագանք ունեցող սպանություն է տեղի ունեցել, այդ հարգել է պետք այս երկրի քաղաքացուն, այդ մարդուն, որը լավ համարում ունի, լավ համբավ ունի, թե դիտու, ինչպիսին է, ինչ է նա տեսնում այստեղ որ այսպես։ Ուղղակի չհիմնավորված ինքնասիրահարվածություն ունի նախարարը, ես ասեմ, բայց ես կբերեմ շատ ավելի վատ օրինակներ, ձեր բերած օրինակից, երբ որ Նիկոլ Փաշինյանը մի ժամանակահատված ուներ, որ հայհոյանքներով, փողոցային արտահայտություններով խոսում էր, հիշում եք այդ դոմփել բառը, կներեք, ուղղակի կցիտեմ, նախարարը դա բացատրեց, որ իրավականության որևէ խախտում տեղի չի ունեցել այդ բառը արտաբերելիս։ Եվ գիտեք, ես շատ ցնցված եմ, ոչ թե դրա ասածից, նախ մինչև այդ որ դա առաջին են մեզ համար անընդունելի արտահայտություններ, ես կարծում եմ, որ հրաժարականներ կտան կին նախարարները ու հանկարծ հաջորդ օրը լսում եմ, որ պարզվում է, դա այդ բառը չի խախտում իրավականությունը եւ նա կարող է կրկնել եւ նա հետո կրկնում է այլ բառեր, այո, նմանատիպ եւ ամենազարուրելին դա կաթողիկոսի հասցեին չկրկնեմ էլի, այն որ միջազգային մամուլի գլխագրերում էին հայտնվել, հա, եւ որ բոլորը հաշտ են այդ արտահայտությունների հետ։ Ինչու է այսպեսի բարոյազուրկ, անբարո մթնոլորտ։ Բոլորը ստում են։ Պատկերացնում եք, նախարարը եւս Արդարադատության, երբ որ ցմահ դատապարտյալների, գիտեք, այստեղ մենք ձեր տաղավարում խոսել ենք հենց այդ օրերին, հարցակվել էին այդ հատուկ ջոկայինները եւ ջարդուփշուր էին արել, նրանց ավիրել էին նրանց սենյակները, ծեծի էին ենթարկել, ես հանդիպել եմ դրանից հետո ցմահ դատապարտյալների եւ հետո դիտորդական խումբը լուսանկարներ հրապարակել եւ դեպքի հաջորդ օրը, որ ես իմ զանգով օմբուդսմենի գրասենյակը գնացել եւ ասել է փոքարչ այդ պրես ռիլիզով, որ անհամաչափ է կիրառվել, նախարարը լրագրողներին հայտարարում էր, որ համաչափ է կիրառվել, արդեն հրապարակված, ես ասեմ, Մարտիրոսյանի պաշտպանի եւ այդ
անտարբերությունը, որ այդքան մարդու ծեծել են, հետո ինչ որ դատապարտյալներ են։ Բացարձակ անտարբերություն եւ սուտ։ Վերջերս եւս լսում եմ, ասում են ինչու է այդքան շատ, մոտ 18 մահվան դեպք կա գրանցվել։ Հարցնում են ինչի է այդքան դեպք։ Ինքը ասում է ինքնասպանության հակում ունեցող անձինք։ Այսինքն դու որտեղից գիտես, որ նրանք հակում ունեն։ Այդ անտարբերությունը բացարձակ եւ բացահայտ է, որ թքած ունի մարդու վրա։ Նա ո՞նց կարող է համակարգ ղեկավարի եւ գիտեք ինչ, այս սեպտեմբերի 1-ի դեպքով, որ է մահվան դեպքեր, ծնողը մայրը զանգել է ինձ մի քանի օր առաջ եւ ասել է, որ իր տղան չի կարող ինքնասպան լինել։ Ասել է, որ իրան չեն տեղեկացրել իր մահվան մասին։ Եվ չգիտեմ, ինքը ահավոր, գիտեք, շատ հազվադեպ է լինում, որ դատապարտյալի հարազատները այսպես արձագանքում են, սովորաբար լուռ են, իրենք էլ ոնց ուզում գործերը կոծկում են։ Ես ուզում եմ ասել, որ քրեական ծառայության պետը ինքը այցելեց ցմահ դատապարտյալներին, նախարարն էլ այցելեց ուշացումով, բայց այդ տպավորությունը ոնց որ ստացել էին դատապարտյալներին շատ ավելի գոհ էին քրեական ծառայության պետի այցելությունից։ Տեսեք, այսօր էլ այդ նույն նախարարը ասում է, հո չենք կարող բոլոր դեպքերը կանխել։ Սպանության սահմռկեցուցիչ սպանության մասին ասում է, դե հո չենք կարող բոլոր դեպքերը կանխել եւ նաեւ ասում է, որ կսպասեք այնքան ինչքան պետք է, որպեսզի բացահայտվի, այսինքն արտահայտության նախարարը, հա չեմ լսել ճիշտն ասած, սարսափելի է։ Այսինքն միակ իր այդ պաշտոնը զբաղեցնելու նպատակը ծառայելը եւ ասել են ինչ որ հաճելի է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն պատկերացնում եք կսպասեք այնքան, կամ չգիտեմ, իսկ այդ անհանգստությունը, որ էս ներքին գործերի նախարարի հրաժարականը ուղղակի չկա, մինչև այս պահը չկա որևէ հրաժարական։ Եվ այս վերաբերմունքն ու վարքը Տիկին Ալեքսանյան ուղիղ հետևանք են ունենում ինստիտուտները քանդելու եւ նաեւ շղթայական ռեակցիայով հետևանք են դառնում են քաոսի, անարխիայի, ողբերգությունների, որով մենք ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է կառավարությանը ես եմ եւ որևէ մեկը չի կարող ինձ հակադրվել, ինքը դա հաստատ գիտի։ Եվ ով պիտի հակադրվի այդ դեպքում, ինքը պիտի որոշի հրաժարական տվողներին, այսինքն կտա ոստիկանության ներքին գործերի նախարարը հրաժարական թե չէ, կամ ներքին գործերի նախարարը լուռ է եւ արտահայտության նախարարի նման չի մատուցում իր ծառայությունները քաղաքական, հատկապես մենք ավելի շատ լսում ենք նրա քաղաքական հայտարարությունները եւ ոչ թե բունիր գերատեսչության հարցերը եւ այլն։ Չգիտեմ, այդ ուզում ասեմ, դուք տեսաք նախորդ անգամ SMS-ներով իբր ազատում է աշխատանքներից։ Այսինքն հրահանգ կտակ լինի հրաժարական։ Ես իմ պատկերացմամբ որևէ մեկը չէր կարող ինքնուրույն հրաժարական տա։ Չգիտեմ, կարող է դա այլ հետևանքներ ունենա։ Մարդիկ զգուշորեն են։ Գիտեք ինչ, ես հիմա այդ սպանությունը սամոռացա ասեմ։ Ես միշտ որ մտածում եմ այս սպասվելիք ընտրությունների մասին, ինձ մոտ տագնապա անընդհատ։ Մենակ ինձ մոտ չէ։ Ես տեսնում եմ շատ մարդկանց մոտ։ Եվ փոխանակ այնպես խոսեն, այդ կտրված է կապը ամբողջությամբ հանրության հետ, այնպես խոսեն, որ մարդկանց չկան այս քաղաքացիները Հայաստանի Հանրապետության։ Եվ այդ թշնամական վերաբերմունքը, որը գալիս է հորդում է Նիկոլ Փաշինյանից, մենք տեսնում ենք, թե ինչպես է նա շփվում, խոսում հանրության հետ, այդ խոնարհումներին ուշադրություն չդարձնեք, դա ոչ մի կապ չունի, ընդհանուր առմամբ։ Դու տեսնում ես, որ նաև այդ կաշկանդումը կա։ Բացի այդ հասկանում եք, օրինակ, եթե դոմփել բառը իրավականությունը չի խախտում, այսինքն բարոյականությունը գետնին է գցած, հասկանում եք, չի կարող իրավականությունը ավելի բարձր լինել, քան բարոյական արժեքները։ Մենք տեսնում ենք ինչ մթնոլորտ է։ Մենք տեսնում ենք, որ ասենք Սրբազանին, Միքայել Սրբազանին դատելը ընդվզում չի առաջացնում։ Ասենք, գիտեք, նախկին իշխանությունների ժամանակ, գիտեք, ես միշտ եղել եմ
իշխանությունների դեմ եմ ունեցել այդ խախտումների եւ երբեք չեմ ունեցել ես պաշտպանելու որևէ բան, բայց այն ժամանակ կար այդ ընդվզումները։ Գիտեք, մենք քննարկումներ էինք անում, մենք նույնիսկ պաշտպանության նախարարության դեմ մեծ ակցիաներ էինք անում եւ մեզ հրավիրում էին այնտեղ, որ մենք նստեինք, քննարկեինք եւ կար այդպիսի հարց, բայց հիմա անպայման ուզում եմ ասել, որ մի քաղաքական գործի ուրեմն ձևակերպումը Միքայել Սրբազանի ասեց, որ այս լռության մեջ ինչպես Հիսուսը ինքը մեղքերը վերցնում է իր վրա։ Դա Անդրեաս Ղուկասյանն է ասել եւ այնքան դիպուկ է ձևակերպումը էլի, որ հենց այդպես է։ Ու գիտեք ինչ, եւ ոչ մի ժամանակ Հայաստանում քաղաքասարակությունը չէր կարող անմեղ մարդու դեմ խոսել։ Սրբազանը Միքայել միանշանակ ինքը անմեղ է։ Նայեք, ինքը մեկ տարի առաջ արելի է դուրում ասեմ, որ դա կոչ չի եւ դատարանում այդ մասնագիտական ուրեմն հանձնաժողովն է տվել այդ կարծիքը, բայց ես մինչեւ այդ անդադ ասել եմ, որ դա կոչ չի, որ լսում ես, տեսնում ես, սա կոչ չի։ Լավ, այդ կոչը, եթե նա արել է, ենթադրենք դա կոչ է։ Ինչ հետևանք է ունեցել։ Ոչ։ Ժամանակը անցել է, ժամանակը ցույց է տվել, որ դա կոչ չի։ Հասկանում եք։ Իսկ ինչպես են ընկալել մարդիկ, չեն ընկալել որպես կոչ։ Մարդիկ դա չեն ընկալել որպես կոչ։ Ընկալել է Դանիել Յովնեսյանը որպես կոչ, նա դիմել է իրավապահներին, իրավապահները ասել են, որ այստեղ հանցակացում չկա։ Ու հիմա, ասենք, քաղաքասարակությունը համաձայն է այս։ Սա գիտեք, ոչ մի ժամանակ չի եղել Հայաստանում, որ քաղաքասարակությունը կարող է անմեղ մարդուն դիտել որպես եւ իդեպ ասեմ, որ այդ գրառման մեջ, որ արել էր իմ դեմ Հովսեփ Խորշուդյանը, ինքը այնտեղ վերջում հիմա լավ չեմ, բայց ավելացրել է, որ մարդ, որը կոչ է արել, անունը չէր, սա այն կապակցությամբ էր, որ ես Միքայել Սրբազանին աջակցում էի եւ ինքը հենց այդ շեյր էր արել ու դրել էր, որ իր կոչով կարող էին սպանվել հազարավոր մարդիկ։ Սիրելիս, բայց մի տարի առաջ եղել է դա։ Ո՞վ է զոհվել։ Ինչ է տեղի ունեցել։ Եվ երբ որ ես երեք լսեցի նաև Ադրբեջանի այդ հոգևոր առաջնորդի հայտարարությունը ռևանշիստ հայ հոգևորականների մասին, ես հասկացա, որ նույնիսկ օրերը համապատասխանեցրել էին այդ վերդիկտի հրապարակման եւ այդ հոգևոր շակերտների մեջ ներդաշնակության։ Տիկին Ալեքսանյան, դուք քաղաքասարակության մասին խոսեցիք, տեսեք, ես հիմա երկու իրողության մասին մեջբերում կանեմ, նախադասություններ իրար կողք կդնեմ, որպեսզի հասկանանք այս ամենի ողբերգությունը։ Դատավորը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին եւ Հայաստանում տեղի ունեցավ այսպես կոչված ժողովրդավարության ֆորում, որպեսզի քննարկեն Հայաստանում ժողովրդավարության որակը։ Եվ դրան մասնակցում էին իրավապաշտպաններ։ Դուք ասել եք, որ պետք չէ ամեն մեկին իրավապաշտպան կոչել, դա տեսակ է եւ դա այն տեսակն է, որը ինքը իրենից չի հեռանում։ Բայց փաստորեն մենք ունենք իրավապաշտպաններ, ներողություն, եթե ես աղավաղեմ ձեր միտքը, այսպես կոչված իրավապաշտպաններ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հեռանալ Նիկոլ Փաշինյանից։ Դե ինչ ասեմ, դա իրենց ընտրությունն է, բայց նախկին իշխանությունների ժամանակ այդ նույն իրավապաշտպանները իրենք այս վիճակում չէին, բայց հիմա ինձ էլ են փորձել, ինչ որ այդպիսի փորձեր եղել է, որ ինձ էլ այն կողմ տանելու, բայց ինձ համար իմ արժանապատվությունը, իմ այս տարիների աշխատանքը ես չեմ կարող, որտեվ ես իրոք մարդու համար եմ աշխատել, իրոք ես երբեք այսպիսի տեքստեր չեմ ասում, բայց հիմա արժե ասել, որ ես չեմ կարող դավաճանել, ես սիրում եմ մարդկանց, ես ցավում եմ, որ նրանք հայտնվում են այդ վիճակի մեջ, հատկապես այդ քաղաքական իրավունքները, երբ որ խախտվում են, թե հիմա իրենք ինչ են ընտրել,
դա այդ ժողովրդավարական ֆորումին ես երկու անգամ մասնակցել եմ, հիմա էլ են հրավիրել, բայց ես հրաժարվել եմ մասնակցել, որտեղ Նիկոլ Փաշինյանը համար առաջին ժողովրդավարն էր եւ այդ նույն իրավապաշտպանները ծափահարում էին էլի իրեն որպես մի երկու փաստորեն ժողովրդավար կա Հայաստանում Նիկոլ Փաշինյանն եւ այդ մասնակիցները Դանիել Յոնիսյանը երևի Սաքունցը, հա։ ես այնտեղ էր եւ տեսնում էի, ասենք այդ մթնոլորտը հաջողանալու, ասենք ոնց կարելի է ის չեմ պատկերացնում ոչ մի կերպ։ Տիկին Ալեքսանյան, դուք ասում եք, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում բարձրաստիճան հոգևորականները, կեղծ մեղադրանքներ են եւ որևէ մեկը Փաշինյանին չի ասում, «Էս ինչ եք անում»։ Ժողովրդավարությունը արժեք հռչակած միջազգային կազմակերպություններից եւ որևէ մեկը լսելի ձևով Փաշինյանին չի ասում, «Էս ինչ եք անում»։ Այնքան լսելի, որ այդ մարդը կաշկանդվի գնալու այդ քայլերին։ Իհարկե ինձ համար էլ է դա շատ տարօրինակ, շատ այս աշխարհը մի քիչ փոխվել է, մի քիչ խառնվել է, բայց այնքան սովոր էինք մենք նույնիսկ 2006 թվականին, երբ որ պայքարում ենք Մատաղիսու 3 անմեղ զինծառայողների այդ ազատ արձակելու, նույնիսկ երբ որ միջազգային կազմակերպությունները իրավունք չունեն դատաքննության փուլում, իրանք ոչ թե իրավունք չունեն, իրանք չեն միջամտում այդ փուլի ժամանակ, բայց Մատաղիսի դեպքով հատուկ դիմել էին գլխավոր դատախազին, միջամտել էին, ուզում ասեմ քրեական գործ է դա, ոչ թե մի մթնոլորտ է, մի ասենք 18 մարդկանց բանտերը, որ լցրել են, ասենք դա չի, եւ ես հիմա ուղղակի չեմ հասկանում ինչի է ես ենթադրում եմ, որ քան որ ես ինքս աշխատել եմ Human Rights Watch-ի հետ տարիներ եւ գիտեմ թե նրանք ինչ նվիրվածություն ունեն մարդուն եւ ես իրենց չեմ որտեւ իրենք այդքան քաղաքական չէին, օրինակ Freedom House-ը ունի քաղաքական նաեւ մաս, բայց միևնույն է շատ եմ ցավում, որ այս վիճակն է եւ ուզում եմ նաև Բագրատ Սրբազանի գործից մի երկու բան ասել, գիտեք անամոթությունը, նաև մոռացա ասեմ նաև նախարարների մասին խոսելիս, ասենք Նիկոլ Փաշինյանի ամենաարտահայտված անամոթությունը գրում են հիմա շատերը, ընդօրինակել են հիմա շատերը, ասենք գլխավոր դատախազը, որը չգիտես իրան ինչ երևակայում է, ասենց կեցված կընդունած գնում ազգային ժողով եւ ընդեղ անդում է մեղադրանքները, գիտեք որ հիմնական մեղադրանքը այդ Գյուլել բառի վրա էր, այսպես անխոցելի ձևով, սենց խիստ պաշտպանված եւ հետո երբ որ նախաքննությունը ավարտվում է, հրապարակվում է ամբողջական ձայնագրությունը, պարզվում է, որ սուտ է։ Մոնտաժել է։ Այո, պարզ է, արդեն ասում էին փաստաբանները, բայց գիտեք, այդ անհավասար պայմաններ էր նաև ստեղծված, որ փաստաբանները իրավունք չունեն խոսելու, իսկ իրենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղղակի քարոզչություն էին դանում ահաբեկչության նախապատրաստության մասին եւ նույնիսկ ներկայացնում էին որպես եղելություն, որ դա արդեն եղել է եւ որևէ մեկը եթե կասկած էր հայտնում, օրինակ Հասմիկ Պապյանը այդ լուսանկարը, որ Միքայել Սրբազանի հետ դեռ Աննա Հակոբյանը ամոթանք էր տվել Հասմիկ Պապյանին, պետք է ասենք, ասենք ինչ համեմատություն, որ ինչա, հա։ Ուզում եմ ասեմ այդ աստիճանի ու բա այդպես դուք հանրային մթնոլորտ տրամադրություն եք ստեղծում, որ այդ Գյուլելը ու շատերը որ չխորանալով հասկանում եք լրիվ ընդունում են եւ հետո այդ մթնոլորտը փոխել է շատ դժվար է, այսինքն հասկանում եք այդ միակողմանի եւ պետության այդ եւ այդ քարոզչությունը եւ այլն, բայց ի վերջո հրապարակվեց ամեն ինչ եւ պարզվեց որ սուտ էր ասում գլխավոր դատախազը, ասենք բացահայտ սուտեր էր ասում մարդկանց մեղադրում եւ հասկանում եք այդ աստիճանի թքած ունեք որ 18 մարդու տարել գցել եք բանդ, որ ես հետևում եմ դատավարությանը եւ հենց քրեական գործի նյութերով հիմնավորված է
որ անմեղ են այդ մարդիկ, երբ որ լսում ես այդ ապացույցները եւ գտել եք մի դատավոր ու բերել եք։ Մի խոսքով անամոթություն, ինչ ասեմ, ես որ տեսնում եմ հիմա այս շարունակվում է, որ բոլորը հանդուրժում են հայոյանքները, որ այդ կեցվածքը ընդունել են։ Դուք պատկերացնում եք ինչ ընտրություններ է լինելու այդ առաջիկայում։ Պարոն Ալեքսանյան, ներողություն եմ խնդրում, երբ դուք այս դաժան սպանությունը դիտարկեցիք ընտրությունների, սպասվող ընտրությունների համատեքստում, նկատի ունեք, որ սրանով վախեցնում է քաղաքական հակառակորդների։ Չեմ կարող ասել վախացնում է, գիտեք ինչ, հանրությունը զբաղված է քննարկելով մեր տարածքները հանձնելու, Ադրբեջանից եկող հերթական հայտարարությունները, մեր խորհրդանիշները անարգելու, գիտեք ես շատ այնպիսի մթնոլորտ է, չեմ կարող ասել վախեցնելու, թե վրեժխնդիր լինելու հարցը սա։ Տիկին Ալեքսանյան, երբ պետական ինստիտուտները ստրկացնելու մասին էինք խոսում, մի հետաքրքիր դրվագ կա, որը կարծում եմ պետք է ուշադրության ներքո պահել։ Տեսեք, ANIF-ի նախկին գործադիր տնօրենը Դավիթ Փափազյանը հատկանշական մեսիջ հղեց հանրությանը եւ իհարկե համապատասխան մարդկանց, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, ըստ երևույթին ասելով, որ ANIF-ի ձախողման մեջ ունի ներդրում Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ձախողում ասվածը ենթադրում է միլիոնավոր դոլարների մսխում։ Ինչ է ասում քննչական կոմիտեն, Փաստինֆոյին մեկնաբանել է, որ այդ հայտարարությունը Դավիթ Փափազյանի քննության չի ենթարկվել, որովհետև քննության ենթակա հանգամանքներ չկան։ Իդեպ ես մի վերադառնամ Բագրատ Սրբազանի գործին, երբ որ չեմ ճանաչում այդ անձին, Հովանես Ավետիսյան, որը ասուլիս էր տալիս եւ ասում էր, որ հիմնականում իր զրույցն է Բագրատ Սրբազանի հետ տեղի ունեցածը, բայց իրենք քննչական կոմիտեն չի կանչել հարցաքննության։ Նոնսենս է սա, հասկանում եք, այսինքն եթե Բագրատ Սրբազանը ահաբեկչություններ նախապատրաստում եւ իր հետ զրուցողը անձը, դուք ո՞ց կարող եք նրան չհարցակրնել։ Գործելավոճի մասին է։ Հիմա նույնը այս դեպքում է, չէ, ասենք քննչական կոմիտեն ում չէր կան։ Դավիթ Փափազյանի հայտարարությունը քննության չի ենթարկվում։ Գիտեք ինչ, այս քննչական մարմիններին ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ ինքն է որոշում, ինչ անեն, ոնց անեն, ում կանչեն, այդտեղ բացարձակ ազատություն չկա։ Մի հատ որ վերադառնանք Ազատ գյուղի դեպքերին, տեսնենք, որ գլխավոր դատախազը ինչպես էր արձագանքում Նիկոլ Փաշինյանի, երբ որ 15 զինվորների դիերը կային, բայց իրանք նստել էին Նիկոլ Փաշինյանի շուրջը եւ լսում էին, թե նա ինչ է ասում։ Այսինքն նա չի կարող որևէ մեկը, դուք գիտեք, որ վերահսկողությունը գլխավոր դատախազությունն է անում քննչական կոմիտեի, քննչական կոմիտեն չկա Հայաստանում այսօր մի կառույց, որը ինքնուրույն կարող է ինչ-որ քայլեր անել։ Այսպիսի գործերում, ինչպես ANIF-ն է, կամ ասենք այս սպանությունն է, կամ կբացահայտեն, չեն բացահայտի։ Եվ գիտեք, ես լսեցի, որ Ալեն Սիմոնյանը ասում էր, իրենք պարծենում են, որ իրենց մոտ նոր է սկսվել, ոչ թե նոր է սկսվել, այլ չպետք է համեմատենք մարտի 1-ն է նախկիների ժամանակ եղել, 27 է եղել, բա դուք չէիք անում այս 7 տարիներին, անդրադարձել եք այդ գործերին, կամ դա ինչ համեմատելու բան է, երբ որ դուք տեղում պետք է բացահայտեք այս սպանությունը միանգամից։ Եվ դա, բայց ոչ ոք դա չի կարող անել։ Այսօրվա ոնց է ասում, իրական Հայաստանում, թե իր մոգոնած կամ ասենք թելադրված ավելի շուտ։ Միշտ այդպիսին եմ ճանաչել Նիկոլ Փաշինյանին, առաջադրանքներ կատարող։ Տիկին Ալեքսանյան, ամփոփելու համար մեր հաղորդումը ես հիմա մի դրվագ կներկայացնեմ, որը իրական Հայաստանից է։ Նստել էի տաքսի, վարորդը Արցախից էր։ Այսօր Ստեփանակերտի բենզալցականի պայթյունի 2-րդ տարելիցն է։ Եվ երբ տաքսի էի նստել առավոտյան, վարորդը Արցախից էր եւ պայթյունի օրը վիրավորում ստացած մարդ, կոնտուզիա էր ստացել։
Իսկ տղան անհետ կորած է։ Մինչև այսօր չի գտնվել եւ հարցն այն է, որ իր պատմելով տղան անմիջապես իր կողքին է եղել եւ եթե ինքը լուրջ վնասվածքներ չէր ստացել այրվածքների տեսքով, տղան էլ չէր կարող, բայց մինչև այսօր չկա այդ տղան։ Եվ ես հասկանում եմ, որ եթե որևէ մեկ օրինակ ես փորձեի անտեսել այդ իրողությունը, չէի կարող, որովհետև մարդը իր վիշտն է, պատմում է, ու սա դառը իրականություն է, որը մեզ անընդհատ հետապնդելու է, անկախ նրանից մենք դա ուզում ենք տեսնել, թե ոչ։ Բայց դրան զուգահեռ անընդհատ ինչ-որ ֆեստիվալներ, համերգներ են կազմակերպում։ Ինձ հետաքրքրում է, ես չեմ դատապարտում որևէ մեկին, բայց արդյոք հանրության մի շերտի վրա, որովհետև մի զգալի շերտ սոցհարցումներով դեմ է արտահայտվում այս իշխանությանը։ Բայց այն մյուս շերտը, որ ակտիվ սպառում է, այդ օրակարգերը, հավատում է այս իրական Հայաստանին, որը ողբերգություններով, սպառնալիքներով, մարտահրավերներով, անարդարությամբ է լցված իրականում։ Այդ քարոզչությունը, որ իրենց այսպեսի զանգվածային այդ ֆեյքերի եւ այդ քարոզչությունը, որ անում են այդ փորձագիտական հասարակության շրջանակները, դա է, որ դուք տեսեք, ասենք, այս երկրում վերացել է կարեկցանքը, չնայած իհարկե, որ արցախցիները եկան Գորիսում եւ այդ առաջի օրերին նրանց շատ լավ էին ընդունել, դիմավորել, մենք իդեպ 2 տարի շարունակ մենք այդ ծրագրեր ենք անում հենց արցախցիների հետ կապված, հենց այն դուրս գալուց առաջին օրից մենք Գորիսից այդ ծրագրի մասին էլ խոսեցինք։ Այո, շատ գորգնում ենք տները եւ այլն, տեսնում ենք մարդիկ նույնիսկ իրենց տունը անվճար էին տրամադրել եւ այդ ընտանիքները չեմ մոռանում, որ եւ պատերազմի զոհեր ունեին եւ Պայթյունից, ասենք, մի ընտանիքում 4 զոհ եմ տեսել, Ֆոշականում էին տեղափոխվել։ Եվ դա, գիտեք, գուցե այդ փոքր միջավայրով մարդկանց վրա հետ կապ, բայց մեր շուրջը, այդ ինչպես դուք նշում եք, այդ ողբերգությունները եւ այլն, քարոզչությունը, ուզում եմ ասել, ուղղակի ինչ-որ չափով նաեւ ազդեցություն ունի, դուք տեսնում եք, թե արցախցիների նկատմամբ ինչ քարոզչություն կար, հայտնի այսպես դեպքեր մարդիկ կային, որ նույնիսկ ատելության քարոզ էին անում եւ որևէ քրեական գործ չկա։ Եւ Արտակ Բեգլարյանը, ես էլ իրան ուղարկում այդ ատելության այդ բաներից տեքստեր, ինքը դատարան էր դիմելու, հիմա չգիտեմ ճիշտ ասած ինչպես եղավ, այնքան բացահայտ էր եւ ես ասել եմ էլի, որ այդ ատելության հիմքը դրել է Նիկոլ Փաշինյանը, ես դաժան ասել եմ, որտեվ երբ որ արցախցիները դուրս էին գալիս արդեն, այսինքն 19-20-ին, երբ որ ինքը ասում էր դրանք անվտանգ է, չէ, դուրս գալիս։ Մենք այստեղ Երևանում դեռ այդ 19-ի բաները չգիտենք, բայց մենք հիմա այդ 25-ից սկսեցին, չէ, դուրս գալ, բայց 19-ից ներխուժել էին գյուղեր արդեն ադրբեջանցիները եւ այդ գիշերը, երբ որ տղամարդիկ այնտեղ դիրքերում էին, իսկ կանայք երեխաները մնացել էին եւ հենց այդ ժամանակ էր, ասենք, դա ինչ է, ով կարող է տենց բան ասի։ Մարդիկ ուղիղ սպառնալիքի տակ։ Ուղիղ, եւ ասում եմ 25-ից մենք իմացանք ավելի շատ ինչեր, բայց երբ որ մենք օրինակ Մարտունու շրջանի տասնյակ գյուղերի ընտանիքներում ենք եղել, որոնք նույն բանը պատմել են, ինչ վիճակ էր, եւ հենց այդ 19-ին հետո մենք ունենք, որ գյուղապետը, որը դիրքից գալիս էր, որ գոնե բնակչությանը տեղափոխեր, հավաքում էր ռումբերը, ադրբեջանցիները գցում են, եւ այնտեղ կային երեխաների զոհեր, հիմա ընդհանուր թեւը չեմ հիշում քաղաքացիական բնակչության, բայց բացարձակ անվտանգ չէր, այնտեղ գերիներ էին տարի, մենք այցելել ենք այդ գերիներին, որոնք արդեն այստեղ էին, բայց խոշտանգված եւ այլն, այսինքն սարսափելի, դա ցեղասպանական գործողություններ այնտեղ ունենում այնտեղ եւ ստեղից անվտանգություն եւ հանցակցություններ, էլի։ Դալայ Լաման պատմում է, որ իր տենց մեծ հայտնի էլի ուսուցիչներից մեկին բանտարկում են եւ նա 17 տարի անցկացնում է բանտում, երբ որ դուրս է գալիս, գնում է այցելության ու հարցնում է ինչն էր ամենամեծ վտանգը ձեր համար այդ տարիներին, որ դուք անազատության մեջ եք, ինքը ասում է, որ ես վախենում էի, որ կկորցնեմ կարեկցանքը իմ։
Շնորհակալություն։